Նոլդու Փաշինյան, վարչապետն այսօր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի է գնացել, որտեղ նրան քաղաքացիներից մեկը դիմավորել է ադրբեջանական այս երգով։ Մինչ Փաշինյանի ժամանումը Մասյացոտնի թեմի քահանա Տեր Հայկին թույլ չեն տվել եկեղեցուն պատարագ մատուցել, նաև մի խումբ հավատացյալներ հեռացել են։ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Նյուզեյեմի մեր գործընկերների հետ զրույցում վստահեցրել է, որ Տեր Հայկին չի ստիպում հեռանալ եկեղեցուց եւ հոգեվորականի վրա ճնշումներ չկան։ Ավելի ուշ Տեր Հայկը հայտնել է, որ ստիպված գնում է Մաստարեի եկեղեցի, որտեղ էլ պատարագ կմատուցի եւ բարձր կհնչեցնի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի անունը։ Իսկ պատարագ Սուրբ Աստվածածին եկեղեցում կմատուցի կարգալույծ եղած նախկին Տեր Թադեն։ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, ով եկեղեցու դեմ արշավին միացածների շարքում է, հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, ասելով՝ «Բարով եք եկել»։ Մինչ Փաշինյանը Թալինում կարգալույծ քահանայի մատուցած պատարագին է մասնակցում, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում է վեհափառ հայրապետը, ներկա Կիրակնօրյա Սուրբ պատարագին։ ABC մեդիայի կադրերում երևում է, թե ինչպես են բազմաթիվ հավատացյալներ եկել հենց Մայրաթորում պատարագի մասնակցելու եւ վեհափառից օրհնություն ստանալու։ Իսկ Թալինում պատարագի մասնակիցները նախընտրել են չլսել ամենայն հայոց կաթողիկոսի անունը, ինչպես հակաեկեղեցական արշավի մեկնարկի ընթացքում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավորներ Աղվան Վարդանյանը եւ Գառնիկ Դանելյանը տեսակցել են Միքայել arczepiskopos Աճապահյանին եւ լրագրող Նարեկ Սամսոնյանին։ Միքայել Սրբազանն այս օրերին հետվիրահատական վերականգնողական փուլում է, նա իր ջերմ ողջույններն ու շնորհակալության խոսքն են փոխանցել այն բոլոր մարդկանց, որ զորակցում եւ աղոթում էին իր առողջության համար։ Facebook-ի իր էջում գրել է Գառնիկ Դանելյանը։ Նարեկ Սամսոնյանը բժշկական հաստատություն տեղափոխվելուց հետո դադարեցրել է հացադուլը եւ այժմ վերականգնողական փուլում է, ինչին կհաջորդի վիրահատությունը։ Ապրիլի 15-ից երկրորդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից, մասնավորապես Եղիշե Չարենցի դիմանկարով 1000 դրամանոց, Հովանես Թումանյանի նկարով 5000 դրամանոց, Ավետիք Իսահակյանի նկարով 10000 եւ Մարտիրոս Սարյանի նկարով 20000 դրամանոց թղթադրամներով առևտուր անելը ապրիլի 15-ից չի թույլատրվի։ Քաղաքացիներն իրենց մոտ մնացած բոլոր հին թողարկման թղթադրամները պարտավորվում են հանձնել կամ փոխարինել նոր թղթադրամներով։ Կարգելվի նաեւ վաղուց մետաղադրամով փոխարինված 500 դրամանոց թղթադրամի կիրառումը, որի վրա Ալեքսանդր Թամանյանի դիմանկարն է։ Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները, այդ թվում կենսաթոշակները եւ նպաստները, կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պետական սոցիալական վճարներն անկանխիկ տնօրինելու դեպքում 8%-ով ավելի 20% հետ վճարի համակարգը, սակայն սա վերաբերում է միայն առկա համակարգի քարտապաններին։ Եթե այլ քարտապաններ, օրինակ Visa կամ Master, ցանկանում են օգտվել այս փոփոխություններից, կարող են մոտենալ ցանկացած բանկ եւ փոխարինել այն առկայով։ Այն կենսաթոշակառուները եւ նպաստառուները, որոնք կունենան կամ կուզենան վերցնել արկա քարտ որպես կենսաթոշակային քարտ, որը այս բայդրությամբ ոչ բոլոր բանկերն են տալիս, բայց կան բանկեր, որ տալիս են, ապա այդ դեպքում կգործի նաեւ 20 գումարած երկու սկզբունքը, այսինքն 20% կստանան մեր ծրագրով եւ 2% կստանան համընդհանուր ծրագրով, որը ըստ էության էլի կենսաթոշակի բարձրացումն է լինելու։ Եթե մինչ այժմ որոշ խմբեր 75-ից բարձր տարիքի կամ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն իրենց ընտրությամբ կարող էին թոշակն ու նպաստը ստանալ կանխիկ, գարնանից կընդգրկվեն անկանխիկի համակարգում։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները անմիջական շփում են ունեցել Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով երակողմ հանդիպման ժամանակ, հայտնել են Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունից։ Երկու օրվա ընթացքում Աբու Դաբիում աննախադեպ երակողմ խորհրդակցություններ են անցկացվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղված շարունակական ջանքերի շրջանակում։ Քննարկումները տեղի են ունեցել կառուցողական եւ դրական մթնոլորտում, ներառելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների անմիջական շփումներ, ասվում է հայտարարության մեջ։ Քննարկվել են վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք ուղղված են համապարփակ համաձայնագրի ուղղությամբ առաջընթացին։ ԱՄՆ-ի Մինեապոլիսում բողոքի ցույցեր են սկսվել դաշնային գործակալների 37-ամյա տղամարդուն սպանելուց հետո։ Ներքին անվտանգության դեպարտամենտի խոսնակը հայտնել է, որ սպանված ունեցել է 2 փամփուշտատուփով հրազեն եւ դիմադրել իրավապահներին։
Սա վերջին մեկ ամսվա ընթացքում դաշնային ուժերի ձեռքով սպանված արդեն երկրորդ մարտն է, ինչը քաղաքում բողոքի մեծ ալիք է բարձրացրել։ Միջազգային անվտանգության նախարարությունը պնդում է, թե գործակալները զինված դիմադրության ժամանակ պարզապես պաշտպանվել են։ Նահանգապետ Թիմ Ուոլթսն ու քաղաքապետը դատապարտել են իրավապահների դաժանությունն ու նախագահ Թրամփից պահանջել անհապաղ դուրս բերել այդ ուժերը նահանգից։ Հզոր ձմեռային փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի մեծ մասին, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, չեղարկվել ավելի քան 14000 չվերթ, ավելի քան 100,000 տուն մնացել առանց էլեկտրաէներգիայի։ Չնայած փոթորիկը պաշտոնական անվանում չունի, օդերևութաբաններն այն անվանել են Ֆերն։ ԱՄՆ-ի մեծ մասը գտնվում է փոթորկի մասին նախազգուշացումների տակ, տուժել է ԱՄՆ բնակչության մոտ 40%-ը։ Ավելի վաղ ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել էր լայնածավալ առաքձյան եւ աղետալի սառցե շերտի մասին, արևելյան Տեխասից մինչև հյուսիսային Կարոլինա։